Մարտունու շրջանի Զորավանն է։ Զոհված ազատամարտիկների հիշատակին կանգնեցված խաչքարը պաշտպանության բանակի զորամասերից մեկի հարևանությամբ է։ Նախաձեռնությունը Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանինն է։ Այստեղից սկսվում է քրիստոնեությունը, այստեղից սկսվում է հայի տունը, այստեղից մենք պաշտպանում ենք այն ամենը, ինչը որ կոչվում է Հայաստանի Հանրապետություն, ինչը որ կոչվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ինչը որ կոչվում է հայկական իրականություն։ Խաչքարը պատգամավորը բացում է ժամկետային զինծառայողի հետ։ Պարույր Ղուկասյանը պաշտպանության բանակի երջանկահիշատակ գնդապետ Սևակ Ղուկասյանի որդին է։ Զոհված ազատամարտիկների հիշատակն այսօրվա զինվորը նախ բարեխիղճ ծառայությամբ է հարգում։ Դա պարտականություն է։ Անձամբ ես դա իմ համար հպարտություն է, որ ես մի ծառայում եմ, որովհետև դա ոչ թե մենակ իմ համար եմ ծառայում, այլ ծառայում եմ նաև հորս, աղբորս, քվորս եւ այլն, հարազատներիս համար հիմնականում։ Մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաշտերակության գործում նաև այս ուշակոթողն է իր ավանդն ունենալու։ Ճարտարի համար 5 դպրոցի փոխտնօրենը վստահեցնում է, նոր սերունդ նավակների ճանապարհով է քայլում։ Եթե այսօր մեզանից յուրաքանչյուրը ուզում է իմանալ ինչ է հայրենիքը, պիտի այս Արցախ հողի մի բուռը վերցնի ու զգա նրա տաքությունը, որովհետև նա շահաղված է մեր որդիների, մեր զինվորների արյամբ, ու եթե զգանք այս տաքությունը, արդեն կզգանք նաև այն սերը այս հողի նկատմամբ, որ մեզ են փոխանցել մեր նախնիները։ Խաչքարն օրհնում է հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի փոխարաջնորդը Սահակ վարդապետ Շաքարյանի խոսքով պատմության քարողիներում հայը բոլոր դժվարությունները հավատքով է հաղթահարել։ Ինչքան Աստված հնարավորություն ընձեռի, պիտի կարողանանք այսպիսի հրաշալի խաչքարեր տեղադրենք ի նշան մեր հավատքի եւ իլուր ամբողջ աշխարհի, որ հայը ապրել է, ապրում է եւ պիտի ապրի խաչին փարված։ Խաչի զորությամբ էին նաև հաղթանակներն ուղեկցվում Արցախյան ազատամարտում։ Տղաները հայրենիքի կանչով ու հավատով գնացին մարտի։ Այս ճշմարտությունն է ճարտարապետի ոգեշնչման աղբյուրը, հերվից խաչ է, մոտիկից սուր։ Եթե մի ժողովուրդ, որը որ ոգևորված չի, ոգեշնչված չի եւ չի հավատում, ինքը չունի ապագա, ինքը ես հիշում եմ, որ այն ծանր տարիներին մենք Ղարաբաղը, Արցախը, առհասարակ կարողացանք մեր հավատքով վերցնել։ Իդեպ սա Արտակ Զաքարյանի նախաձեռնությամբ կանգնեցված երրորդ խաչքարն է Արցախում։ Նարեկ Սահակյան, Մերուժան Հայրապետյան, օր